ձեզ հատկապես միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներին, որ դուք ձեր պայքարի արդյունքում 20 տարի առաջ մայիսի 31-ին բանտերից ազատեցիք Ղարաբաղ կոմիտեի անդամներին։ Հիմա դուք բոլորդ խնդրում եմ, կոչ եմ անում, մայիսի 31-ին յուրաքանչյուրդ 10 հոգու տանել ընտրական տեղամաս, թող քվեարկի ում օգտին ուզնում է։ Սա ամեն մեկիդ առանձին է վերաբերվում։ Խոստանում եք։ Մեկ ստուգելու եմ։ Ուրեմն առաջ դեպի մեր հաղթանակ։ Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար ես այստեղ եմ հրավիրում մեր բոլորիս կողմից սիրված առաջնորդներից մեկին 2003 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Ստեփան Դեմիրճյանին։ Շատ է խոսվել, գիտեք, թե ինչ կարևոր նշանակություն ունեն առաջիկա Երևանի ավականու ընտրությունները, թե Երևանի համար, թե ամբողջ Հայաստանի։ Այո, իսկապես այս ընտրությունները կարևոր փուլ են մեր երկրում օրինականություն և ժողովրդավարություն հաստատելու գործում։ Միևնույն ժամանակ հաղթելով մենք հետամուտ ենք լինելու Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Այսօր շատերն են խոսում այդ խնդիրների մասին, խոսում են նաև նրանք, խոսում են բոլոր բացասական երևույթների մասին, խոսում են նրանք, ովքեր պատասխանատու են այդ երևույթների համար, խոսում են նրա մասին, որ երևանցին պետք է իրեն տեր զգա իր քաղաքում։ Ուրեմն դրա համար առաջին հերթին պետք է ապահովել նորմալ, արդար ընտրական գործընթաց։ Սա պետք է գիտակցեն այս իշխանությունները։ Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ գործելակերպը չի փոխվել, ինչպես ապավինել են, այնպես էլ ապավինում են կրիմինալին, օգտագործում են իշխանական լծակները, ապավինում են ընտրակաշառքին։ Մեր հասարակությանը իսկապես փոփոխություններ են պետք, հասարակությունը իրական փոփոխություններ է ակնկալում և մեր հանդիպումները ցույց են տալիս, որ այդ փոփոխությունները ակնկալում է ընդդիմությունից իդեմս Հայ ազգային կոնգրես դաշինքի։ Սիրելի հայրենակիցներ, Հայ ազգային կոնգրես դաշինքը ի վիճակի է երկրում իրականացնել համապատասխան փոփոխություններ։ Դրա համար ունի անհրաժեշտ ներուժ։ Այդ փոփոխությունները մենք պետք է իրականացնենք միասին։ Սկսելու ենք տարրական կարգ ու կանոն հաստատելուց։ Երևանցին պետք է պաշտպանված զգա իրեն իր քաղաքում։ Վերջ ենք տալու այս ամենաթողությանը, անպատժելիությանը։ Վերջ ենք տալու կրիմինալի այս սանձարձակ դրսևորումներին։ Օրինականություն ենք հաստատելու ամեն ինչում։ Կառուցապատումը իրականացվելու է քաղաքաշինական նորմերի համապատասխան։ Ոչ չեն ստորադասվի քաղաքաշինական նորմերը պատվիրատուների քմահաճույքներին։ Այսօր խոսում են կանաչ տարածքների ոչնչացման մասին նրանք, ովքեր բարբարոսաբար ոչնչացրել են այդ տարածքները։ Սիրելի հայրենակիցներ, մենք հետամուտ կլինենք բոլոր կուտակված խնդիրների լուծմանը, իրականացնում են թե կանաչապատման ծրագրեր, թե սոցիալական, թե առողջապահական եւ այլ, բայց առաջի հերթին մենք պետք է փոխենք մեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ժողովուրդ, երևանցիները պետք է տեսնեն, որ սա իրենց իշխանությունն է, որ ծառայում է իրենց։ Տարիներ շարունակ իշխանությունը այս երկրում ծառայել է մի խումբ մարդկանց հարստացմանը։ Մեր նպատակն է իսկապես վերադարձնել իշխանությունը երևանցուն, ծառայեցնել այդ իշխանությունը ի բարօրություն մեր ժողովրդի։ Միասին մենք ի վիճակի ենք փոխել մեր քաղաքի դեմքը եւ անպայման կփոխենք, միաժամանակ դնելով որակական փոփոխությունների հիմքը մեր երկրում։ Շնորհակալություն։ Իսկ հիմա ամենասպասված ելույթը
Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան։